Պարոն Վարդանյան, երկու օր առաջ Իշխան Սաղաթելյանը Սամվել Կարապետյանի հետ կապված այդ իրադարձությունների ֆոնին ասաց, որ տարբեր քննարկումներ են գնում, նաև գործողությունների անցնելու հետ կապված, կարող եք որոշակի փակագծեր բացել, ինչի մասին է խոսքը, ում մասին է, ում հետ են քննարկումները, երբ կլինեն գործողություններ, թե ոչ։ Տեսեք, այսպես ձևակերպեմ։ Սամվել Կարապետյանը կալանավորված է, նրան տեղափոխել են Արմավիր քրեակատարողական հիմնարկ, գիտեք որտեղ է գտնվում, ենթադրում եմ, որ Արմավիր են տեղափոխել, որ հանկարծ մարդ չհավաքվի, միտինգներ, ցույցեր չլինեն, թեև այդ բանը ասում եմ, մենք ժողովրդական երկիր ենք եւ յուրաքանչյուր ոք ունի կարծիք այդ արտահայտելու հանրավակներ կազմակերպելու իրավունք։ Արդեն իսկ փաստաբանական խումբը աշխատում է, դուք վստահ եմ տեղյակ եք, որ նաեւ ամենավատ սահմանափակումներն են արել, նույնիսկ պատգամավորները իրավունք չունեն այցելելու Սամվել Կարապետյանին, միայն փաստաբանները եւ մերձավոր ազգականները։ Փաստաբանական խումբը այսօր աշխատում է, ես վստահ եմ, որ եթե արդեն չեն արել, կներկայացնեն միջնորդագիր վերաքննիչ դատարան։ Փաստաբանական խումբը ես վստահ եմ կհամալրվի եւ իսկապես հայ եւ պրոֆեսիոնալ եւ ոչ միայն ենթադրում եմ հաստաբաններ կզբաղվեն գործով, իսկ ձեր նշած խնդիրները այսօրի ընթացքում բնականաբար կլինեն քննարկումների մեջ եւ շատ բան կախված է նաեւ իհարկե պարոն Կարապետյանի հետագա մոտեցումներից, հետագա կարծիքներից։ Այնպես որ ես նկարագրեցի, թե ինչպես ավարտեց Սահակաշվիլու իշխանությունը, ենթադրում եմ, վստահ եմ գրեթե եւ ասացի, որ Սամվել Կարապետյանը ուժեղ կամային եւ հայ մարդ է եւ որևէ նման հիստերիկ քայլերով զսպել հնարավոր չի լինելու։ Այսքանը։ Ֆակտոր։ Ինչպես։ Շատ ուրախ եմ մանեջեմ։ Իշխանությունը տանդում է, որ Սամվել Կարապետյանի հայտարարությունը քաղաքական գործընթացներից դուրս ինչ-որ գործողության կոչել։ Դուք անձամբ ինչպես եք հաղթում գործարարի հայտարարության մեջ ընկած հետևյալ ձևակերպումը, որ եթե քաղաքական գործիչները չկարողանան, իրենց ձևով կմասնակցեն եւ մեկ հարց է, դուք 2018 թվականի միակ պատգամավորն եք, որ դեմ գնացիք ձեր քաղաքական ուժին եւ Նիկոլ Փաշինյանի վարչապետի թեկնածությանը կողմ զանգ տվեցիք, բայց երկու օր առաջ, երբ որ իմպիչմենտի գործընթացը արդեն սկսվել եւ ազգային ժողովում հանդիպում ունեցավ Արթուր Շահման հետ, դուք ստորագրեցիք իմպիչմենտի այդ հայտարարության տակ, սա ինչպես է։ Շիրով երկու շատ իրարից շատ մոտ հարցեր։ Սամվել Կարապետյանի հայտարարությունը բնականաբար վերաբերում էր եկեղեցուն աջակցելուն, եկեղեցուն պաշտպանելուն եւ միայն հիվանդ մարդը դրա տակ կտեսնի իշխանության բռնի զավթման կոչ, ինչպես որակել են քննիչները եւ դատարանը։ Որևէ անձ, որը կանգնած է հայ եկեղեցու կողքին եւ այն ստորությունը, որ սրանք անում են հայ առաքելական եկեղեցու հանդեպ, բնականաբար սրանց կողմից ընդունվելու է սվիններով, իսկ հայ եկեղեցու հանդեպ սրանց արշավանքը բնականաբար հասարակությունը պառակտելու, հասարակություն հիմքերը, հոգևոր հիմքերը նաեւ խարխլելու եւ ադրբեջանա-թուրքական նախապայմանները կատարելու հետևանք են։ Ես քիչ առաջ գալիս էի, լսում էի, ներեցեք։ Ինքը ինչպես է մինչև պաշտպանել հայ առաքելական եկեղեցուն։ Ինչպես է պաշտպանել։ Իբրև հայ մարդ, դուք այսօր ինչ կարծիք եք այս եկեղեցու դեմ արշավանքի մասին։ Նույնը ես, նույնը առավել եւս Սամվել Կարապետյանը։ Եվ ես գալիս լսում էի, որ սահմանադրությունը, սահմանադրական կարգը եւ այլը։ Հարգելի լրագրողներ, սահմանադրությունը այնքան, որ սրանք են ոտնատակ արել։ Հիմա տեսեք, հայ-թուրքական հարաբերություններ։ Կա 2010 թվականի սահմանադրական դատարանի որոշումը հայ-թուրքական հարաբերությունների հանդեպ։ Վերաբերյալ։
Այդ վերցրեք նորից կարդացեք եւ տեսեք այսօրվա իր կամ քիչ հետո ներկայությունը կամ դրանից առաջ ներկայությունը Թուրքիայի ղեկավարի առաջ։ Սահմանադրական դատարանի որոշման բացահայտ ոտնահարում։ Հիմա սրանք խոսում են սահմանադրությունից, աբսուրդ է, չէ՞։ Գալով իմպիչմենտին։ Հարգելի լրագրողներ, դուք իմ մոտեցումը հստակ գիտեք, մեր խմբակցության մոտեցումը գիտեք, մեր ստորագրությունները տեսել եք։ Արթուն ենք շարժման այդ հանդիպում մի քիչ շատ մեծ եք ասում։ Գիտեք, ես այդ թեման փակել եմ նաև այդ տղայի այցելության ընթացքում։ Գիտեք, էլի իմաստուն խոսք կա, չէ՞։ Հանգուցալի մասին կամ լավը կամ ոչինչ, նույնը կարելի է ասել Մահամերձի մասին։ Եթե իհարկե առաջիկա օրերին ես այսօր մի բան տեսավ, վերնագիր, չգիտեմ, գուցե վերնագիրը չէր արտահայտում, որ Հովիկ Աղազարյանը նախկին ԿՊԱ-կան ասում է մենք կմիանանք պատիվ ունեմին, եթե փոխվարչապետերի պաշտոնները մեզ տան, ինչ որ նման կարծած հետագիր փաստորեն քննարկումներ են գնում պաշտոնների բաժանման մասին։ Ինձ համար այդ թեման ավարտված է, այդ թեման կրկնում եմ խմբակցությունը ասել է, ստորագրությունները դրված են, եթե կլինի պրոցես, իրական պրոցես, որ մենք տեղյակ կլինենք, ստորագրությունները դրված են։